Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 207.1 հոդվածով սահմանվում է ծնողական ժամ։ Ինչ է ծնողական ժամը։ Ծնողական ժամը աշխատող ծնողին տրամադրվող ժամանակահատված է, որի ընթացքում նա կարող է բացակայել աշխատանքի վայրից, երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցության, երեխայի շահերից բխող այլ պարտականությունների իրականացման նպատակով։ Ծնողական ժամը աշխատողի օրենսդրական իրավունքն է։ Ով կարող է օգտվել ծնողական ժամից։ Ծնողական ժամից կարող է օգտվել աշխատող ծնողը, աշխատող խնամատար ծնողը, աշխատող որդեգրողը, աշխատող խնամակալը։ Որքան է ծնողական ժամի տևողությունը։ Մինչև 12 տարեկան, մինչև 2 երեխա ունեցող աշխատողը կարող է օգտվել օրական առավելագույնը 30 րոպե ծնողական ժամից։ Մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող աշխատողը կարող է օգտվել օրական առավելագույնը 1 ժամ ծնողական ժամից։ Մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումով երեխա ունեցող աշխատողը կարող է օգտվել օրական առավելագույնը 1 ժամ ծնողական ժամից։ Այս իրավունքը գործում է անկախ երեխաների թվից։ Ինչպես է տրամադրվում ծնողական ժամը։ Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։ Գործատուն չի կարող մերժել աշխատողի դիմումը։ Եթե ծնողական ժամի իրավունք ունեցող աշխատողը ներկայացրել է համապատասխան գրավոր դիմում, գործատուն պարտավոր է տրամադրել ծնողական ժամ։ Կարևոր է իմանալ, ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձը, բացառությամբ պարգևատրման գումարների։ Աշխատողի իրավունքը, գործատուի պարտականությունը։ Աշխատողը ունի ծնողական ժամից օգտվելու օրենսդրական իրավունք։ Գործատուն պարտավոր է ապահովել այդ իրավունքի իրացումը։ Օրենքի պահանջների պահպանումը կանխում է աշխատանքային վեճերը և խախտումները։ Ծնողական ժամը աշխատողի իրավունքն է։ Մի խոչընդոտեք օրենքով սահմանված իրավունքի իրացմանը։ Պահպանեք աշխատանքային օրենսդրության պահանջները։ Իրազեկված գործատուն օրինապահ գործատու է։